Դու դրա համար եմ ասում, ամաչում եմ դրա համար, համ ես իշխանության մասին։ Այո։ Այո, դուք պատկերացրեք Բաքվի բանտում գտնվող մեր գերիները, ինչ համարձակության, ինչ կամքի ուժի տեր մարդիկ, որ իրենց դրսևորումով ես անձամբ այս իրավիճակում գտնվելով մայր հողում, ես ահագին բան եմ տանում, որովհետև տեսնելով մեր դրսևորումը, մեր պահվածքը ու նրանց, որ ասում է դրսևորումը պահվածքը, այդ դրանով ենք մենք տարբերվում, այդ դրանով ենք տարբերվում, այս որ այս իրավիճակին ենք հասել, այդ տենց անտեսելով, այդ տենց որ ասում է ոչ բավարար աշխատանքներ կայացնելով, այդ տենց ոչ բավարար վճռական պատասխանատու քայլերի գնալով, այդ ունեցված չունեցվածքը այդ փողերի համար որ տենց բան եք անում, այդ վախ վխորած որ սարսափի մեջ ընկած ունեցվածքի սարսափի մեջ ընկած, նորից եմ ասում, Թուրքիա համար տարբերություն չկա, անուններ չկա, որ գա իրավիճակ, որ այդ վտանգը լինի, ոնց որ Արցախում ա եղել, արցախցիների մասին եմ ասում, սկսած իրավապաշտպան մարմինների ղեկավարները, նույն դուք падգամավորները, նույն դուք ղեկավարները, գաղթի ճանապարհի միասին sense մի հատ գաղթի ճանապարհով sense մի ձևի փրկության ճանապարհին եք եղել, այդքանով դուք անցնելով, այդքանը դուք տեսնելով, արդյոք մտածել եք կամ արդյոք եկել եք էլի նորից էլ այն բանին, որ իրոք կարգավիճակ կամ ինչ որ շահ քաղելու կամ ինչ որ միտեղից բանան լարա, գոնե ձեր ընկերները են Բաքվի բանտում նստած, որ ինձանից դուք ավելի շատ եք նրանց հետ շփվել, ավելի շատ եք հարցերի լուծումների շրջապատում եղել, արա գոնե մի բան արձագանքեք, հեսա 3 տարի է, ինչ ակցիաներ կա, ինչ բողոքի բաներ կա, թե այդ բանտում Բաքվի բանտում գտնվողների բանի որ ասում մարդկանց համար է, թե ստեղի մի հատիկներով մարդիկ եմ տեսնում, որ գալիս եք մասնակցում։ Նախաձեռնություն չեք ձեռնարկել այս 3 տարվա մեջ։ Ոչ մի Արցախի ժողովրդի այս իրավիճակում հետ կապված ոչ մի հարցի լուծումներ կամ էլ ճանապարհներ չեք բանարել։ Ոչ մի պարագայում չեք տեսել։ Գոնե այս իրավիճակում ձեզ դրսևորեք, լավ որ ասում մի օրով չենք ապրում։ Ժամանակը այն ձևի բան է, ինքը շուտ փոխվում է։ Արդարությունը, որ պիտի գա, նա շուտ է փոխվում, որ վերականգնվի։ Այսօրվա պարագայում այդ ճանապարհին եք մեկ։ Ներկա իշխանությունը ինչքան էլ ուզի թփրտա այդ իրավունքների մասին, որ խոսում եք, վաղ այդ իրավունքներին իրենք էլ են բան անելու, իրենց է պետք լինելու այդ իրավունքները։ Այդ իրավունքները բոլորս հավասար եք այդ իրավունքների առաջ։ Այդ ներկա իշխանությանն էլ եմ, էլի հուշելով, էլի դիմելով ասում եմ, ամեն քայլ անելով մտածեք, նորից եմ ասում, ձեր փրկության մասին առաջինը, որովհետև ձեզ փրկությունը այսօրվա հասարակությունը, հանրությունը, այս պետությունն է, ժողովուրդն ալնելու, մեղմացնելու ձեր մեղքերը, նորից եմ ասում, պատասխանատվությունից ոչ խուսափելու, դա չկա արդեն, դուք այնքան մեղքեր եք ձեր մեջին, որ պատասխանատվությունից չեք խուսափելու, բայց ունեք հնարավորություններ, այսօր են Ալիևի բերանը փակելու, այսօր են Ալիևի, որ ասում է հակադարձելու, գոնե մեր նմաններին հասարակությանը մեզ այդ հնարավորություն տալով, որ մենք պայքարենք, որ տեսնի երևա, որ այս ազգի մեջ, այս ժողովրդի մեջ դուք չեք, որ ասում է, այս իրավիճակում կան հուզոր ազգ, հուզոր ժողովուրդ, են Ալիևը լավ էլ գիտի։ Ալիևը նորից եմ ասում, այսօրվա պարագայում ամեն իր ասած բառը, խոսքը, նա ձեզ ասում, անձամբ անձնական ձեզ ասում, նա ժողովրդի մասին չի խոսում, որովհետև նա ժողովրդից տեսել է որ իր ատամները ջարդել է, ժողովրդից տեսել է այն հաղթանակը, ժողովրդից տեսել է այն իրական արձանագրած հաղթանակները, ոչ թե պայմանավորված հանձնումը, պայմանավորված պարտությունը, նա պայմանավորվածություն մենակ ձեր հետ է կարողացել ձերք բերի, ոչ մեկի հետ պայմանավորվածություն չի կարողացել, դրա համար միշտ պարտված է եղել, այսօր հաղթողը, որ հաղթողի դերակատարումը դա դուք եք այդ հաղթանակը իրեն նվիրել, իրեն երազանքը դուք եք իրականացրել։ Այսօր մենք մայր Հայաստանում գտնվելով նույն վտանգները ինչ կրկնում ասते, ինչ որ բան Սուրբ Արցախի հետ ա եղել, դա ոչ մեկս թույլ չենք տալու։ Ինչքան էլ դուք լինեք անպիտանի, ինչքան որ իրավիճակ գա, այլ ամբողջովին ժողովրդով գնալու ենք կռվենք, գնալու ենք պայքարենք, որովհետև այս հողը մեր համար սուրբ հող է, մեր համար տարբերություն չկա։ Այն հողը, որ հայկական է, նա մեր համար սուրբ է։ Ղեկավարը անպիտանի է, ղեկավարը սրիկա է, հասկանալի է, այդ տենց իրավիճակների ընթացքում այդ ղեկավարները նորից եմ ասում, ժամանակավոր երևույթներ է, որովհետև երկար ժամանակ դուք չեք կարա պարտություն արձանագրել կամ նվաստացած իրավիճակում քո ազգին պահելու, սա մի օր պայթելու է, թա ոնց է որ պարագայում է պայթելու, թե որտեղ է պայթելու, այդ ժամանակները ես մեկն էլ ես զգում եմ, որ արդեն իրավիճակը ստիպում է, որ դա արդեն այդ փոփոխությունները լինի։
Դու մենակ թույլտվության չէ նոր Ալիևի Շուշիի նստած այն իր խոսույթը օգտագործելով ոնց որ իր կառավարության նիստի ստեղի իշխանությանը դիմումա ոնց որ իր կառավարության նիստում այդ իր այդ որ ասում այդ ղեկավարներին դիմելիս լինի որ ձերապագան որոշողը մենք ենք որ ինչ որ հարցերի լուծումներ պիտի ունենանք որ խաղաղություն լինի այս համանadrությունից սկսած Զանգեզուրի միջանցքնա կամ ինչ անուններ կա որ տալիս են Արևմտյան Ադրբեջանի այդ հորինած այդ բաները որ ասում կա դրա պատասխանները դրանից հետո հայ ժողովուրդ ձեզ ասում է դրանից հետո է լինելու խաղաղություն ձեր լավ ապրելը Ալիև ասում է ինձանից է կախված ձեր լավ ապրելը ձեր ղեկավարից չի կախված ինքը բառացիորեն ասում է այնա մեջ բերելով ասում է այդ առանց մեր թույլտվությունով այդ ինչ սարես բարձրացել կամ էլ առանց մեզանից հարցնելով կամ մեծ հետ քննարկելով այդ ինչ քայլի իրենց գնում սրանք այնքան որ ասում է ինքնություն չունեն կորցրել անկախության մասին են ձեր բերած անկախության արա քո իրական անկախությունը չունես երկրի անկախության մասին ինչ անկախության մասին եք դուք խոսում իրական ձեր անկախությունը չունեք դուք բոլորը արդեն զոհ եք դարել դուք բոլորը կամակատար եք դուք բոլորը արդեն այն հանձնարարություններն եք անում որ դուք այսօրվա պարագայում այդ պահանջներին իրականացնողն եք դուք չեք կարող պահանջ ներկայացնել դուք առաջարկում եք քննարկել Դուք պատկերացնում եք թշնամին պահանջներ ա ներկայացնում, որ դա պիտի լուծվի, իրենց էլ հիշեցնելով, ասում ա, եթե չլուծվի, դուք հիշում եք, չէ՞ մին պարագային, որ դա չի լուծվել, ինչ ա ձեր գլխին եկել, սրանց ա հիշեցնում, ոչ թե մեր ազգին, բայց մենք ազգովի պիտի հակառակը ցույց տանք, մենք ազգովի պիտի հակառակը ապացուցենք, հակառակը ապացուցելու այդքան այդ որ ասում ա Դիմադրելու համար մենք ունենք այդ ուժը մեծ անվան տակ հայ մենք ունենք այդ ուժը որովհետև մենք հազարամյա տարիների պատմություն ունենք մենք ունենք այդ ուժը որ այն տարածքներում որ իրենք այսօրվա պարագայում ժամանակավոր տիրապետում են մենք եղել ենք միշտ այդ հողի ջրի տերը իրական տերը բնորանը մեկ այդ այդ հողից ծնված սնվածներն եք այդ նմանատիպ սերիկաները որ տես մատ են թափ տալիս այս նմանատիպ անհաջող որ ասում է ոչ հայանպաստ ղեկավարներն են որ կզած այդ տակատարում են այ խնդիրը դրա մեջ է որ մենք պիտի դրան վերջ տանք Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, ժամանակի ընթացքում, եթե սենց շարունակվի, ամեն մեկը ձեր գրպանից էլ եք զգալու, ձեր դուրն են ծեծելու, ու նորից եմ ասում, գալու է մի հատ իրավիճակ, որ փառք ենք տալու այս ժամանակները, որ հալա որ այսօր ապրում եք։ Եթե այս իրավիճակը սենց շարունակվի, սենց որ գնա, ամեն ինչին ունի իր արժանապատիվ պատասխանը, որպես մարդ անձնավորություն, որպես ազգային պատկանելություն ունեցող դու անձ, որպես կրոնական պատկանելություն ունեցող դու անձ ամեն ինչի ամեն մարդու համար ունի իր արժանապատիվ պատասխանը ոնց որ քեզ դրսևորում ես թե ապրած կյանքով թե որպես ազգի ներկայացուցիչ թե որպես ընդհանրապես մարդեություն դրա պատասխանը ժամանակի ընթացքում լինում է կապ չունի ի պաշտոն է կապ չունի բանի վրա որ ասում հասարակության մեջ մարդկային բնության կողմից տված մարդկային սկզբունքները արժանապատվությունը թասի բնամուսը դա վերարժեք է քան մնացած ժամանակավոր երևույթ ունեցող հանգամանքները, որ մի մարդ ի պաշտոն է ուժեղա, կամ էլ ինքը բան հեղինակություն ունի, բայց պաշտոնից դուրս զորո է։ Տես բան չի լինում, հեղինակ ունեցող մարդը միշտ էլ հեղինակություն է ունենում, ի պաշտոն է մարդը միշտ ունում է հեղինակություն, որ ունի արձանագրած արդյունքներ, իր ժողովրդի, իր հայրենիքի, իր մնացած ամեն ինչ կա չկա, դա բոլորը ժամանակավոր է։ Ու նորից եմ ասում, ամեն մեկը որպես հայ, ամեն մեկը որպես քրիստոնյա ուշներդ գլուխներդ հավաքեք, ամեն մեկը ձեր փայ բանը ներդրումը արեք, ամեն մեկը ձեր փայ քայլը արեք, որպես որ ասում է ձեր շրջապատն է, ձեր ընտանիքից սկսած, ձեր հասարակության մեջ գոնե անուն ունենաք, կամ էլ ձեզ ճանաչեն, կամ էլ ամեն ճանաչելով ձեռներդ էլ ուժեղ սխմեն։